Հունիսի 29-ի ժամը 12:10-ին Արթիկ բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ ստացվեց։ Ձախ թիակի ծակած չթափանցող վերքով բուժօգնության էր դիմել Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի 52-ամյա մի բնակիչ։ Րոպեներ անց քրեական հետախույզները հիվանդանոցում էին։ Տեղում շտապ ճշտվեց տուժողի ինքնությունն ու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները։ Ձեռնարկված միջոցառումներով արագ պարզվեց նաև, որ դեպքը տեղի էր ունեցել նույն օրը ժամը 11-ի սահմաններում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում։ Դեռ մեկ ժամ էլ չէր անցել, երբ իրավապահներն արդեն գիտեին նաև կատարվածի մանրամասներն ու դանակահարողի ինքնությունը։ Կասկածյալը նույն գյուղից էր 1960 թվականին ծնված Կորյուն Մելոյանը, որը շուտով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին խոստովանական բացատրություն տալով կատարածի մասին։ Տուժողն ու կասկածյալը վաղեմի ծանոթներ էին։ Հիշալորն էլ պատահական հանդիպել էին տուժողի դստեր տան մոտ։ Հանդիպումը սակայն ոչ մտերմիկ հունով էր ընթացել։ Ըստ իրենց նախ ինչ-որ հին պատմություններ էին հիշել, հետո լեզվակռվի էին բռնվել, ապա վիճել ու ծեծել իրար։ Եկավ թե իմ տունը ոնց ես մտել ու առաջ եկավ։ Ես էլ հելակայնա ինքը ջոգեց որ խփեց։ Մենք ներս ենք մտել, ինքնձի խփե։ Ես բռնեցի ձևը։ Իմ մտավ պրոշստե։ Բռնով ինքնձի խփեց, ես էլ դանակով եմ։ Դժվարությամբ դանակը վերցրեցի, ասին արնա քամեսերնում ես չէի ջոգերի դեպից հարված կար։ Փաստի արդիվ հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել ու արգրավվել է։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը։ Բացահայտվել է գողության 8, խարդախության, յուրացման, շորթման եւ խուլիգանության մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Որպես անհայտ կորած որոնվում է Երևան քաղաքի բնակիչ 1986 թվականին ծնված Պողոս Հակոբի Գարջյանը, որը հունիսի 25-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Պողոս Գարջյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության կենտրոնականի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 570202 055 00 2223 հեռախոսահամարներով։ Հունիսի 26-ի լուսաբացին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս Բյուրեղավանի 31 շենքի մոտից բերման ենթարկեցին երևանցի 1986 թվականին ծնված նախկինում դատապարտված Գարեգին Ասլանյանին։ Կասկածյալը քրեական հետախույզների տեսադաշտում էր հայտնվել ժամեր առաջ հիշյալ շենքի մոտակայքում կատարած գողության համար։ Ասլանյանը շուտով խոստովանական բացատրություն տվեց։ Նրա պատմելով գիշերը ժամը 3-ի սահմաններում բացել էր շենքի բակում կայանացված 2102 մագնիշի ավտոմեքենայի բեռնախցիկն ու գողացել գազի բալոնը։ Կասկածյալը շուտով մատնացույց արեց գիշերային արկածախնդրության թիրախ դարձած մի մեքենա ևս։ Ըստ նրա հիշյալ գողությամբ չէր բավարարվել եւ որոշել էր մինչ լուսաբաց հարուստ ավարով հեռանալ Բյուրեղավանից։ Վազ 2102-ի գազի բալոնը տանելուց կես ժամ հետո կրկին վերադարձել էր նույն շենքի բակ։ Տեսադաշտում այս անգամ արդեն շքամուտքի դիմաց կայանած Opel Astra մագնիշի ավտոմեքենա էր, նպատակը կրկին գազի բալոնի գողությունը։ Ստուգել էր տեղանքն ու անցել գործի, ջարդել էր մեքենայի հետևի դրան կողային ապակին, որպեսզի սրահից մուտք գործեր բեռնախցիկ, սակայն գործն ավարտին հասցնել այդպես էլ չէր կարողացել։ Թողել էր մեքենան եւ փորձել դիմել փախուստի, բայց կատարվածի մասին արդեն իսկ տեղեկացած Բյուրեղավանի ոստիկանները կանխեցին փախուստը։ Շուտով հայտնաբերվեց եւ արգրավեց գողացված գազի բալոնը։ Քննությունը շարունակվում է։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր կրթօջախ, որտեղ ձևավորվում է օրենքի գերակայության երաշխավորը, ոստիկանը։ Երաստիճան կրթական համակարգ, ուսումնական կենտրոն, քոլեջ, ակադեմիա։ Ժամանակակից տեխնիկական եւ ուսուցողական միջոցներով կահավորված լսարաններ։ Բարձրակարգ դասախոսական կազմ։ Մարտական ու ֆիզիկական պատրաստության վարժանքներ։ Հարմարավետ բարեկարգ տարածք։
Ուսումնառության ավարտից հետո երաշխավորված աշխատանք եւ արժանապատիվ ծառայություն ոստիկանության համակարգում։ Ընդունելության կարգը եւ այլ մանրամասներ ոստիկանության police.am կայքում։ Ընտրեք լավագույն կրթօջախ, ստացեք բարձրակարգ կրթություն։